Փաշինյանը ծնկի եկավ նահատակների հիշատակի առջև ՀՊ համագումարի ժամանակ, ինչ էր ուզում ասել իր քայլով։ Ոչ իբր, դեն որ հանձնել, դե այդ հանձնել չտանենք, հասցի աղբերը զոհված, քվորս տղեն զոհված, աղբորս մոտը դրած երկու պատերազմի մասնակից։ Դա, դե տամար մազերը սիպտակալա։ Կամ ասել Ղարաբաղ Ադրբեջանը համցնքի չոքել զոհվածների։ Հա։ Ոնց հասկանան հիմա այդ մարդուն։ Գալաթար է։ Եթե հիշատակը հավերժ պահ լինի, դա այդ քայլերին չէր լինի։ Կներես բացել չեմ ուզում երկարդվում, հակակետերի կպացել տխրկել։ Ախի չի երաբուրը գրում։ Ինչ էր ուզում ասել իր քայլով։ Էդել ասում։ Եղսավորությունը։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ինքը ուզում էր ցույց տալ, որ ոչ տեսեք, ես հայ ազգի համար անող եմ, բայց ինքը ոչ մի բանը չի կարող։ Ժողովուրդ ապետ քաղաքի, որ ինքը ընտրում, իրեն ոչ մի գաղտնիք չունի։ Մեծ Մարդապետ, ուրիշ ոչ շիպեն նրան, պետքական ոչ շիպեն չունի, որտեղ տեղը պնդացրած իր համար ուզածնելու։ Դե արդեն ինքը իմանա, որ ինչ էր ուզում ասել։ Ինչ պիտի ասի, ես գրում չեմ կարող պատասխանել։ նահատակների հիշատակի առաջ ծնկի եկավ։ Հա, մենք բոլորս եք տրկիկեն։ Ինչ էր ուզում իր քայլով ասել։ Ինչ էր ուզում իր քայլով ասել։ Դե միջև հիմա պիտի ասացել էր։ Բանաջան, ես դրա մեջ եմ։ Ես էլ կցանկանայի ծնկի գալ նրանց առաջ։ Երեխաներ չկա։ Այնպես որ լուր աջեք ծեր պետության շահերը։ Ես երիտասարդ եք չեք հասկանում։ Այն տղամարդը, որ իր ընտանիքը չկարողացավ ղեկավարել, հարևանը այդ ընտանիքը քանդի, բամբասանքով վնաստալ։ Առաջերտին պետության մեջ կարգ ու կանոն ունի, հետո մտածել մնացած հարցերի։ Նայեք պետություններին աշխարհի, ով չէր պատերազմից հետո 49 թվականին կորուստներ ունեց այդքան, բայց տեսեք հիմա ինչպիսի զարգացած երկրներ են, ինչպիսի հարուստ երկրներ են եւ ինչպես են ապրում։ Օրինակ տեսնենք, մենք հայերս սովոր չենք պետականություն ունենալ։ Ինդեքսանը գործ է։